Վերջին 2 շաբաթվա ընթացքում ռուսների վերահսկողության տակ է անցել 8 բնակավայր, ընդհանուր ավելի քան 300 քառակուսի կիլոմետր տարածք։ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հայտարարության համաձայն ռուսական զորքերը հարձակողական գործողություններ են իրականացնում գրեթե բոլոր ուղղություններով։ Մարտեր են ընթանում Կուպյանսկի, Կրասնոլիմանի, Սլավյանսկի, Կոնստանտինովկայի եւ Զապորոժիեի ուղղություններով։ Հատկապես ինտենսիվ բախումներ են կենտրոնական ուղղությունում։ Կողմերը հայտնում են ծանր կորուստների մասին։ Ըստ Գերասիմովի ավարտվում է Կուպյանսկ-Ուզլովայայի ազատագրումը։ Ռուսական ստորաբաժանումները փողոցային մարտեր են մղում։ Противник предпринимал несколько попыток. Հակառակորդը մի քանի անգամ փորձել է ցուցադրել իբր իր ներկայությունը Կուպյանսկում, այդ թվում փորձելով վարչական շենքերի վրա դրոշներ տեղադրել, նաև անօթաչուների միջոցով։ Эти действия были пресечены. Բոլոր փորձերը հաջողությամբ կասեցվել են։ Կիևը կանգնած է վերջին տարիների ամենածանր փորձության առաջ, երբ ռազմաճակատի զարգացումները եւ միջազգային քաղաքական հայտարարությունները խաչվում են հումանիտար ճգնաժամի հետ։ Ուկրաինան արտակարգ դրություն կհայտարարի էներգետիկ ոլորտում։ Հունվարի 9-ի ռուսական լայնածավալ հարձակումից հետո մեջքը չի կարողանում ուղղել Կիևը։ Սառնամանիքի պայմաններում հազարավոր մարդիկ շարունակում են մնալ առանց ջրուցման, ջրի եւ կայուն էլեկտրամատակարարման։ Իրավիճակը համակարգելու համար Զելենսկին հայտարարել է շտաբ ստեղծելու մասին, էներգետիկ ոլորտը արդեն ղեկավար ունի։ Ռադան հաստատել է նախկին պաշտպանության նախարար Դենիս Շմիխալի թեկնածությունը, մոտ 2 ամիս է այդ պաշտոնը թափուր էր։ Я доручив переглянути правила для комендантської години. Հանձնարարել են վերանայել պարետային ժամի կանոնները որոշ քաղաքներում եւ համայնքներում, որպեսզի մարդիկ կարողանան ցանկացած պահի աջակցություն ստանալ։ Թրամփը պատերազմի ձգձգման մեղավոր է համարում Զելենսկիին։ Պուտինը պատրաստ է դադարեցնել պատերազմը, Ուկրաինայի նախագահն ավելի քիչ է պատրաստ գործարք կնքել։ Հարցին թե ինչու ԱՄՆ գլխավորության բանակցությունները չեն կարողանում վերջ դնել Եվրոպայում երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենախոշոր ցամաքային հակամարտությանը, Սպիտակ տան ղեկավարը կարճ պատասխանել է. Զելենսկի։ Այս հայտարարությանը արձագանքել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը X սոցիալական հարթակում գրելով, որ Թրամփի խոսքերը ճիշտ են ու կարևոր, եւ որ Զելենսկին նրա խոսքով սաբոտաժի է ենթարկում եւ հետաձգում խաղաղությունը։ Պաշտոնական Կիևից արձագանք դեռ չկա։ Զովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։